Խնամված լինելն է, Չերչինյան Cosmetics։ Բարև հարգելի հեռուստադիտող, Մեդինֆորմի շրջանակում այսօր զրուցել ենք կանանց համար շատ կարևոր մի թեմայի մասին, դա մազահեռացումն է, իհարկե շատերը հաճախ չեն կողմնորոշվում, թե մազահեռացման որ տարբերակը ինչով է առավել արդյունավետ, որ մեթոդին դիմել եւ այլն։ Այս պատճառով էլ ես այսօր զրուցել եմ հրավիրել Սիա մազահեռացման կենտրոնի մասնագետ եւ հիմնադիր Սեդա Ավետիսյանի։ Ողջույն Սեդա։ Ողջույն Լիդիա։ Շատ հաճելի է ձեզ տեսնել Մեդինֆորմի շրջանակում եւ այսպես բազմազան մազահեռացման տեսակներ կան, մի փոքր ընդգծեք, որին եք ավելի նախապատվությունը տալիս եւ որը ինչ առումով է առավել հարմար ընտրել։ Նախ շատ շնորհակալ եմ հրավերի համար, այս ոլորտում հենց ինձ ընտրելու համար, որովհետեւ իրականում ես այս ոլորտում իմ առաքելությունն եմ համարում աղջիկներին գեղեցկացնելը եւ երբեք չվնասելը։ Հենց այս ոլորտ մուտք գործելու մասին եմ մի փոքր ուզում խոսել, որ երկար տարիների, մոտ 3 տարվա ինքս իմ մաշկի համար փնտրտուքն ինձ դարձրեց մասնագետ, մի սրահից մյուս սրահ վազելն արդյունք չունենալը, հակառակը մազերի պարադոքսալ աճ ունենալը, ինչը ինձ հնարավորություն տվեց կամ կարելի ասել ստիպեց ավելի ուսումնասիրել այս ոլորտը, մասնագիտանալ, հետո կրթվել եւ արդեն որպես մասնագետ աշխատել։ Մազահեռացման տեսակները, որպեսզի այսպես ավելի պարզ ու հասկանալի լինի, կուզեմ բաժանել մի քանի խմբերի։ Իդեպ այդ մազահեռացման բոլոր տեսակները այս պահին իմ սրահում, կենտրոնում գործում են։ Առանձնացնենք լուսային մազահեռացման մեթոդ, լազերային մազահեռացում եւ էլեկտրոէպիլյացիա, մեր ժողովրդի այսպես լեզվով ասած, ասեղային մազահեռացումը։ Լուսային եւ լազերային մազահեռացումները ժամանակակից տեխնոլոգիաներ են, որոնք հնարավորություն են տալիս ավելի արագ, ավելի անցավ եւ մեծ տարածքների մազահեռացում միանգամից կատարել։ Բայց իրենք ունեն իրենց թերությունները, դրա համար մեզ օգնության է գալիս նաեւ էլեկտրոէպիլյացիան, այսպես ասած, ասեղային էպիլյացիան։ Ասեղային էպիլյացիան դեռևս տարիներով հաստատված մեթոդ է, որը ընդմիշտ ազատում է աղջիկներին մազերից, ուղղակի թերությունը կայանում է նրանում, որ ավելի դանդաղ է պրոցեսը եւ ցավոտ, որովհետեւ հատուկ էլեկտրոդի կամ ասեղի օգնությամբ յուրաքանչյուր մազի մազարմատ մշակվում է հոսանքի միջոցով։ Եվ որքան էլ որ ժամանակակից տեխնոլոգիաներն իրենց առաջընթացն են ապրում, միևնույն է էլեկտրոէպիլյացիան, մեր այսպես ասած ասեղային էպիլյացիան իր տեղը չի զիջում, որովհետեւ հենց սրանում է կայացել միշտ իմ աշխատանքային սկզբունքը եւ որով վայելել եմ շատ աղջիկների սերն ու վստահությունը եւ այժմ բնականաբար իմ կենտրոնը եւս աշխատում է նույն սկզբունքներով։ Այսինքն յուրաքանչյուր հատվածի համար պետք է ընտրել ճիշտ մազահեռացում յուրաքանչյուր մազին ըստ մաշկի վիճակի եւ մազի տեսակի։ Եվ ամբողջ մարմին, այսինքն չկատարել մազահեռացման Այո, բնականաբար, որովհետև հենց դրա պատճառով շատ աղջիկների մոտ առաջանում է մազերի պարադոքսալ աճ իրենց մարմնի տարբեր հատվածների վրա, ինձ մոտ էլ է եղել այդ նույն խնդիրը, եւ միևնույն է, իրենք արդեն վերադառնում են այն մեթոդին, որը ես իրենց ուղղորդել եմ ժամանակին, բայց արդեն բնականաբար իրանք վատնում են ավելի շատ ժամանակ, ավելի շատ ֆինանսներ, բնականաբար այդ պարադոքսալ աճից ազատվելու համար։ Այստեղ լուսային ու լազերային մազահեռացման մեթոդները տարանջատելու կամ նրանց աշխատանքը ավելի մանրամասն նկարագրելու համար ցանկանում եմ ասել ինչպես են աշխատում։ Նրանք թիրախավորում են մելանինը, այսինքն մազը պարունակում է մելանին, մելանինը կլանում է այդ լույսի լազերի էներգիան, վերածում ջերմության եւ այն ազդում է մազի ֆոլիկուլի վրա։ Այսինքն այն վնասակար լինել չի կարող մարդու ներքին օրգանների համար կամ առողջության համար, որովհետեւ մազն է պարունակում մելանին։ Ճիշտ է, մաշկը եւս պարունակում է մելանին, ավելի ցրված, կարելի ասել, այո, իսկ մազը ավելի խտացված է մելանինը, այսինքն այն չի կարողանում հասնել հյուսվածքներ, ներքին օրգաններ, հատկապես մաշկի մակերեսային շերտում է աշխատում լուսային եւ լազերային էպիլյացիաները եւ թափանցում են մինչեւ 2-3 միլիմետր։ Ինչպես նաեւ մելանին պարունակում է խալերը շատ կարեւոր է չմոռանանք եւ ցանկացած լուսային եւ լազերային մազահեռացման ժամանակ խալերը պարտադիր կերպով պետք է փակվել հատուկ սպիտակ նյութով, որը որ չի ճանաչում լազերը։ Իսկ եթե խալը պատված է խիտ մազերով, չէ՞, շատ հաճախ։ Իրականում ես խորհուրդ եմ տալիս այդ մազերին չդիպչել անգամ էլեկտրոէպիլյացիայի միջոցով, որովհետեւ շատ վտանգավոր
մեղավորը կամ խալի հետազոտությունից, բժշկի թույլտվությունից հետո նոր կարելի է որևէ միջամտություն անել, այս դեպքում միայն էլեկտրոէպիլյացիա։ Իսկ ռելիեֆային ու արտահայտված խալերը մազահեռացման ժամանակ պարտադիր պետք է նաև շրջանցել, իսկ դրանց հարակից շրջանում գտնվող մազերի հետ շատ զգույշ լինել։ Այո, սա դա հետաքրքիր է, շատ մազահեռացման տեսակներ ավելի հարմար են մուգ մաշկ, մուգ մազեր ունեցողներին եւ մեթոդներից ոմանք, իհարկե անունները չանվանարկեմ չտամ, բաց մազերին, սլավոնական մազերին պարզապես հակացուցված են, անօգուտ են այս առումով։ Կան տեսակներ, որոնք հենց բաց մազերի համար ավելի արդյունավետ են։ Նայեք, որքան էլ ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են, բայց միևնույն է, նաև իմ սրահում ես աղջիկներին ի սկզբանե զգուշացնում եմ, որ սպիտակ եւ շեկ, լրիվ շեկ թափանցիկ մազերի համար սարքեր կարող ենք ասել, որ արտադրված չեն։ Յուրաքանչյուր տարի նոր թողարկված անգամ սարքերը այդպիսի մազերի վրա արդյունավետությունն ավելացնում են ընդամենը 1%-ով։ Դրա համար ես միշտ ասում եմ, եթե ունեք շեկ մազածածկույթ տվյալ հատվածին, ավելի լավ է ժամանակ ու ֆինանսներ չվատնել լուսային ու լազերային էպիլյացիաների վրա եւ անմիջապես կատարել էլեկտրոէպիլյացիան։ Նույն ասեղային էպիլյացիան։ Այո, նույն ասեղային էպիլյացիան։ Հետաքրքիր է, ժամանակները առաջ են գնում, նոր տեխնոլոգիաներ են զարգանում, սակայն մազահեռացման այդ տեսակը այնուամենայնիվ մնացել է դեռևս ակտուալ, այո, որքան հասկանում եմ։ Բնականաբար, որովհետև ինչպես արդեն նշեցի, կան հատվածներ, որոնց համար միակ արդյունավետ մեթոդը մնում է էլեկտրոէպիլյացիան։ Նախ տվյալ հատվածների վրա պարադոքսալ աճ է լինում մազերի, գումարած աղջիկները բախվում են նաև անգամ ակնեի խնդրին եւ շատ հաճախորդներ ունեմ, որ ինձ ասում են մենք ձեր սրահ եկել ենք հենց նրա համար, որ դուք դեմք նվեր չեք անում, շատ կտեսնեք հաստատ գեղեցկության սրահներ եւ այլն, ովքեր հրավիրում են երբ մարմին մազահեռացման դեպքում դեմք նվեր, բայց դա ոչ թե նվեր է, իհարկե կներեք, չգիտեմ կքարկոծեն այսքանից հետո թե չէ, բայց սա իմ տարիների պրակտիկայի փորձի հիման վրա է եւ սա հաստատված է, որտեղ ես հազարավոր աղջիկների հետ եմ շփվել, սրահն արդեն 5-րդ տարին է աշխատում է եւ հենց այդ վստահությունը ձեռք բերելուց հետո ես այս պահին ունեմ թիմ մասնագետներ, ովքեր աշխատում են սրահում հենց իմ աշխատանքային սկզբունքներով, աշխատանքային տեխնիկայով եւ իմ հաճախորդները բոլորը վստահում են նրանց։ Իսկ այ կոնսուլտացիաները իրականացնում եմ այս պահին ես, որովհետեւ հաճախորդները երբ էջին գրում են, իրենց հաճելի անմիջապես մասնագետի հետ խորհրդակցել, ոչ թե օրինակ էջի ադմինի, չէ, ով կպատասխանի։ Եվ դա իրականացնում եք անվճար հիմունքներով։ Այո, խորհրդատվություն անցկացնում ենք անվճար, որպեսզի համապատասխան հատվածին ընտրենք համապատասխան մեթոդ։ Սեդա, ինչով եք պայմանավորում ձեր առաջընթացի գաղտնիքը, առավելությունը, ինչով է որ հաջողվել է ձեզ շատերի վստահությունը շահել։ Նախ ամենակարևորներից հենց դա է, որ ոչ չէ կոպիտ է հնչում, բայց ոչ թե ոտքից գլուխ օրինակ անում ենք մի մազահեռացման մեթոդ, այլ յուրաքանչյուր հատված ընտրում ենք եւ հենց դրանում է նաեւ կարելի ասել գաղտնիք, որ ես աղջիկներին հենց միանգամից զգուշացնում եմ, որ նախ դուք առաջին այցից պետք է ունենաք արդյունք, այսինքն երբ որ գալու եք, դուք պիտի ակնկալեք, որ ունենալու եք արդյունք, ոչ թե օրինակ ձեր հորմոններից է, ձեր խնդիրներից եւ այլն։ Երկրորդ, որ պարտադիր հաշվի ենք առնում բոլոր հակացությունները, հակացությունների դեպքում երբեք չենք սպասարկում, այսինքն այստեղ շատ կարևոր է ոչ միայն գեղեցկացնել աղջիկների, այլ նաև չվնասել։ Թեվակողում ենք շուտով ամառը եւ իհարկե շատ պրոցեդուրաներ երկրորդ պլան են մղվում, քանի որ արևի կիզիչ ճառագայթների հետ դա չի համատեղվում եւ այս առումով շատերը հիմա սկսելու են այն պրոցեսները, որոնք կատարում են մինչ արևի ակտիվանալը, արագ կատարել։ Դրանցից մեկը հենց էպիլյացիայի տեսակներն են։ Արդյոք ամռան ամիսներին այն խորհուրդ եք տալիս եւ արդյոք հիմա ճիշտ ժամանակն այն կատարելու։ Ես խորհուրդ եմ տալիս արևայրուքից 1 օր առաջ կամ 1 շաբաթ առաջ չնախապատրաստել մաշկը, որովհետև նախ այդ ընթացքում մենք ընդհանրապես չենք կարող արդյունք գրանցել եւ երկրորդ շատ վտանգավոր, այսինքն այստեղ արևայրուքի եւ էպիլյացիաների մազահեռացման համատեղելիությունը շատ կարևոր է։ Իրականում ես որպես մասնագետ ցանկացած սարքի դեպքում խորհուրդ եմ տալիս արևայրուքից 1 շաբաթ շուտ անել վերջին անգամ պրոցեդուրան։ Իսկ էլեկտրոէպիլյացիան, այսինքն ասեղային մազահեռացումը խորհուրդ եմ տալիս կատարել մինիմում 2 շաբաթ շուտ պիգմենտացիայից եւ այրվածքներից խուսափելու համար առհասարակ։ Իսկ արևայրուքից հետո, երբ մաշկը արդեն մքացած է, մազահեռացումը կատարում ենք 2-ից 4 շաբաթ հետո, բայց արդեն անհատական խորհրդատվությամբ գնահատելով մաշկի վիճակը, մաշկի մքությունը, օրինակ ձեզ ասեմ, որ թեփոտման ու պլոկման, այսպես ասած, փուլերում, հա,
մազահեռացումն անելը լուսային ու լազերային էպիլյացիաներով, սարքերով շատ վտանգավոր է, որովհետև կարող ենք ունենալ այրվածքներ։ Բացի արևայրուքից ես շատ կցանկանամ խոսել այլ հակացությունների մասին մի երկու բառով։ Շատ ոնց որ հիմնական հակացություններ են համարվում օնկոլոգիական հիվանդությունները, շաքարային դիաբետը, միավի ժամանակ չի գալի, նաև տեղային այսպես հակացություն համարվում է օրինակ վարիկոզը կամ կրծքագեղձում առկա գոյացությունները, այսինքն այս ամեն ինչը պետք է գնահատվի, նոր անցնենք մազահեռացման։ Նաև շատերին սա անգամ հայտնի չէ, նաև հաճախորդներին, որովհետև տեղեկացված չեն լինում, որ հակաբիոտիկների ընդունումը անգամ դառնում է հակացություն, որովհետև մաշկը դառնում է ֆոտոզգայուն, այսինքն կարող է այրվել։ Հակաբիոտիկների ընդունման փուլում եւ դրանից 14 օր հետո լուսային ու լազերային մազահեռացումներ կատարելը արգելված է։ Այո, հետաքրքիր է, այս փաստը կարծում եմ շատ մազահեռացման մասնագետներ չեն հուշում եւ հաշվի չեն առնում, այո, ցավոք։ Եվ հրաշալի է, որ ձեր հիմնած կենտրոնում, SIA կենտրոնում դուք իրականացնում եք նաև դասընթացներ։ Որքան է տևում դասընթացը եւ արդյոք բոլորը կարողանում են դառնալ այն մասնագետը, որ դուք եք ակնկալում։ Որքանով որ ես եմ ակնկալում, դա իհարկե չեմ կարող ասել, չնայած որ հետո հետևում եմ ես իրանց էջերին, հասկանալու տված արդյունքները, այո, դասընթացներ անցկացնում ենք, դասընթացներն այս պահին հիմնականում անհատական սկզբունքով են, այսպես ասած, յուրաքանչյուր մազահեռացման մեթոդ ունի իր առանձին ժամկետը, հա, դասընթացի։ Դասընթացները տևում են ընդհանրապես մինիմում 7 օր, 7 օրից սկսված, արդեն թե երբ պատրաստ կլինի մեր, այսպես ասած, աշակերտը որպես մասնագետ հետո աշխատելու, իհարկե նա հետո պետք է աշխատի նաև մոդելների հետ եւ այլն, բայց մինիմում 7 օրը, այո, պարտադիր, մինիմում 7 օրը դա պարտադիր է։ Այո։ Եվ վերջին հարցս է դա ելնելով ազգային առանձնահատկություններից արդյոք հայերի մեջ շատ են իսկապես այս խնդիրը որքան թվում է։ Իրականում ինձ թվում է աղջիկներն են շատ կոմպլեքսավորված, որովհետև կարող ես տեսնել բաց մազածայցկույթով աղջիկն եկել է, ասում է, «Ոյ, ես այնքան մազոտ եմ», բայց իրականությանը դա չի համապատասխանում։ Հենց ես որպես հոգեբանել եմ այստեղ աշխատում աղջիկների հետ, որ իրենք հասկանան, որ դա ընդհանրապես կոմպլեքսավորվել, նախ բոլորս ենք այդպես, եւ դա կոմպլեքսավորվելու առիթ չէ։ Բոլորս ունենք այդ մազածածկույթը, մեկից մոտ մի փոքր ավելի մուկ արտահայտված, մեկից մոտ ավելի ված, ընդհակառակը մուկ մազածածկույթով աղջիկների համար իրականում բախտը իրենց բերել է մազահեռացման ոլորտում, որովհետև նրանք ավելի արագ են արդյունք ունենում եւ ավելի, այսպես ասած, հաճելի ու վերջնական արդյունք են ունենում։ Իսկ բաց մազածածկույթի դեպքում իհարկե էլեկտրոէպիլյացիան բնականաբար ավելի նախընտրելի մեթոդ է, այո։ Շնորհակալ եմ շատ կարևոր ինֆորմատիվ հարցազրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, Մեդինֆորմի շրջանակում սիրով զրուցեցի SIA մազահեռացման կենտրոնի հիմնադիր եւ մազահեռացման մասնագետ Սեյդա Ավետիսյանի հետ։ Ինչ ջրեն, ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն, առողջեջի բոլոր սիրահարներին, ես մարզիչ չեմ, բայց այս մարզասարքից օգտվելը բավականին հեշտ էր եւ ես ինձ թույլ եմ տալիս ձեզ ներկայացնել ստոծանին, դիաֆրագման, ստամոքսի հատվածը նաեւ մարզելու այս վարժությունը։ Այն կատարում ենք մի փոքր դժվարությամբ, քանի որ ծանր քաշ եմ դրել եւ պտտվում ենք մարմինը կորացնելով որոշակի անկյան տակ, արտաշնչում ենք պտտվելիս, նշեմ, որ այն չենք կատարում ուղիղ մեջքով, այլ կատարում ենք փոքր-ինչ կորացած, որպեսզի զգաս այս դիաֆրագմայի հատվածը։ Հիմա պետք է փոխենք մարզասարքի դիրքը, ահա բերում ենք այս կողմ։ Դժվար այս պահն է, երբ ասես ճկվում է մարմինը այնպես, որ մարզասարքը հարմարեցվի մեջքին։ Նշեմ, որ այն մարզում է ստամոքսի հատվածը, ինչպես նաև դիաֆրագման, եւ շնչում ենք ետ գնալիս, արտաշնչում մոտ գալիս։ Ամբողջ մարմինը ասես ձգվում է, ասես այսպես ոլորվում է, շատ հետաքրքիր զգացողություն է մկանային առումով։ Ես զգում եմ բոլոր մեջքի եւ ստոծանու մկանները, կարծում եմ այս հրաշալի մարզասարքը շատ արագ կտա իր արդյունավետությունը։ Նշեմ, որ ես գտնվում եմ Հիլ սպորտային համալիրում,
Եվ արդից օգտվելով, որ այս պահին բոլոր մարզիչները զբաղված են, պարզապես փորձեցի օգտվել այս մարզասարքից եւ մարզվել եւ ձեզ ցույց տալ, թե ինչպիսի լավ մարզասարքեր կան Հիլսում, որը տվյալ դեպքում, եթե ուշադրություն դարձնեք, որը տվյալ դեպքում, ինչպես տեսնում եք, սարքի վրա է նշված, մարզում է ստոցանու հատվածը, դիաֆրագմայի այս կողքերի, ասես, շերտն է հղկում եւ իհարկե մեջքի հետևի հատվածը, չէ՞ որ ես մարզվելուց նշում եմ, որ զգում եմ մեջքի մկանները։ Այսօր համար այսքանը, իսկ մարզվելիս անպայման խմեք ջրեր։ Ֆիտ ջրերը նախատեսված են մարզվելիս ակտիվորեն օգտագործելու համար, դրանք հագեցած են ամենատարբեր ամինաթթուներով, վիտամիններով եւ իհարկե հարկ է յուրաքանչյուր մարզման ընթացքում պում-պում փոքրիկ ուղերով խմել ջուր։ Առողջ եղեք եւ մշտապես մարզվեք։ Կհանդիպենք։ Կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics